Բարի օր, սիրելի հայրենակիցներ, Արցախահայություն, առանձնապես ձեզ եմ դիմում, հաշվի առնելով երեկվա իմ ուղերձը այն նիգադյայ սրիկայի հետ կապված այդ արտահայտությունները Արցախահայության մեր մայրերի, քույրերի նկատմամբ, մեր կանանց նկատմամբ, ուրեմն եկել եմ միած սենց եզրակացության, եկել եմ միած սենց որոշման։ Խոսացել եմ իրավաբանների հետ, պատրաստում են, արդեն պատրաստում են դիմում գլխավոր դատախազությանը։ Իմ ասածս այսօրվա ուղերձի կարևորությունը նրա մեջ է։ Երեքշաբթի օրը, ապրիլի 14-ին, ժամը 12:00 բոլորս մի մարդու պես հավաքվելու ենք դատախազության առաջ, պահանջելով, այդ դիմումը ներկայացնելով, որ պատասխանատվության ենթարկեն այդ սրիկա ազնվորությանը։ Առանձին երկու բառով ներկայացնեմ ընդհանուր իմ մոտեցումը։ Ես որպես հայ, ես որպես արցախահայ, ես որպես արժանապատիվ հայ, ես որպես արժանապատիվ արցախահայ, ես գնում եմ իմ իրավունքների հետևից, ես գնում եմ իմ արժանապատվության հետևից, ես գնում եմ պատասխաններ ստանալու այն իրավունքների հետ կապված, որը ընդհանրապես մեզ բոլորիս է վերաբերվում։ Սիրելի հայրենակիցներ, սա մի հատ իրադարձություն է, որ արդեն առաջի անգամ չի։ Սա օրեցօր գնալով շատանում է, օրեցօր գնալով ավելի են սերմացնում այս նմանատիպ պատոնուկների պահվածքը ընդհանուր հանրության մեջ։ Եթե ներկայ իշխանության կողմից լիներ շահագրգռված ինչ-որ մոտեցումներ, համերաշխություն ձեռք բերելու մեր հանրության մեջ, ընդհանրապես արմատախիլ կանեին ամեն մի նմանատիպ բառի կամ էլ նմանատիպ մարդու պահվածքի, որովհետև այսօրվա իրավիճակում համերաշխությունը մեր ազգի մեջ դա առաջնային է։ Համերաշխությունը մեր ազգի մեջ դա մեր հզորությունն է, համերաշխության սկզբունքներով է ձևակերպում համախմբվածությունը։ Բայց դա մի կողմ դնենք, ստեղ այսօր եկել են մեր արդեն արժանապատվության մասին են խոսում, առանձնապես այն պարագայում, որ մեր արդեն բաց տեքստով վիրավորվեն մեր կանանց, մեր մայրերին, մեր քույրերին, դրանց պիտի մենք տեսնենք նմանատիպ մարդկանց, նորից եմ ասում, սատկած, փթած, որ հաջորդը ով մի հատ բան է ուզում խոսի, կամ բերանը բացի, 1000 անգամ մտածի, ինչ բառ կարելի է օգտագործել, կամ ինչ ձևակերպումով ներկայացնի, առանձնապես արցախահայության մասին։ Այդ ժողովուրդը, որ այսօրվա իրավիճակում հայտնվել է, այդ ծանր իրավիճակում, այդ ցեղասպանությունից փրկված, դա այդ հասարակ ժողովրդի մեղք չի։ Բոլորը առանձին մի կողմ եմ դնում, ովքեր են մեղավորները, ինչ պատոնուկներ են, թե արցախահայության իշխանության մեջ, թե ստեղի իշխանության մեջ, բոլորս գիտենք, բոլորս պատիժ են կրելու, բոլորս ժամանակավոր երևույթ է, մեկը առանց դրանց մենք պատիժ կրելու, որ չտեսնենք պատիժ կրած, այս ազգը ոչ արտկարտնանա, ոչ ընդհանրապես իր ազգության պատկանելիության էությունը կվերականգնվի։ Բայց է խոսվում է ամեն մեկիս արժանապատվության մասին։ Հալավ հասկացանք, կան հիմարներ, կան նիգադյայներ, կան սրիկաներ, բայց մենք ինքներս ժողովուրդ, տղերք ջան, մենք ինքներս դրան էլ ենք հանդուրժում, անձամբ վիրավորում են մեր խոսքի, մայրերի, մեր սրբություններն է, դա մեր սրբությունն է, որ այդ սրբության համար մենք միշտ պատրաստ ենք կյանք նվիրաբերելու, միշտ պատրաստ ենք մեջ կաղնելու, միշտ պատրաստ ենք ամեն ձևի պաշտպանելու։ Այսօր մենք ով ենք, տղերք ջան, տղա անունով հասկացողությունը ես ուզում եմ հասկանամ բոլորիս, բոլոր կապ չունի արցախահայություն, ընդհանրապես հայի մասին եմ խոսում։ Ով ենք մենք, արա։ Մենք տղա լինելով կարանք մենք դրսևորենք գոնե մեր մայրերի, քույրերի, մեր կնոջ, որ ասում է համար կաղնելու, մեջ կաղնելու կամ արժանապատվությունը երես բանանելու համար։ Դե ուրեմն ասում եմ, նորից եմ ասում։ Երեքշաբթի օրը, ապրիլի 14-ին, ժամը 12:00 բոլոր նրանք, ովքեր ես իմ ասած խոսքերը, ես իմ ասած մոտեցումներին համաձայն են, կամ էլ կիսում են, բոլորից սպասում եմ գլխավոր դատախազության առաջ։ Այո, սպասում եմ դեղ, ի գործ,
բարեր խոսել, Facebook-ներում գրել մեկը մյուսին էս մեկը մյուսը, դա ուրիշ երևույթ է։ Իրական գործ եմ, ի գործ, որ ասում առաջարկ եմ անում։ Առանձին ոչ մեկին չեմ դիմելու, որովհետև սրա համար էլ պիտի առանձին ինչ-որ մեկին դիմես։ Սրա համար էլ պիտի մարդկանց մեջ արթնացնես ինչ-որ իրենց, որ ասում զգացմունքները կամ էլ կարևորություն նշանակություն ունեցող իրենց այս սրբության սկզբունքները։ Չէ։ Ազգային ժողովի, մեր Արցախի ազգային ժողովի բոլոր падգամավորներին ես առաջարկում եմ, հորդորում եմ մի մարդու պես դուք էլ լինեք։ Մարդու իրավունքների պաշտպանին Արցախի հանրապետության։ Մի մարդու պես դեղ լինես բոլոր հասարակական ժողովրդի մեր հասարակության հետ միասին։ Սա այն պարագանա, որ ստեղ չկա հասկացողություն, պատկանելիություն ինչ-որ կուսակցության, պատկանելիություն ինչ-որ ուժերի կամ էլ ինչ-որ ներկայության, պատկանելիություն ընդհանրապես ոչ մեկը ոչ մի բանի հետ կապ չունի։ Ընդհանուր հավասար հայ իրական հայ մարդու թասիբի նամուսի ինքնասիրության արժանապատվության հարցն է։ Այս կոնկրետ արդեն ասում եմ, ու բոլոր հայաստանաբնակ ինչ ճանաչող կամ ընդհանուր այս միտքը կիսող բոլորին հրավիրում եմ, եկեք իրար մեջ կաղնենք, եկեք մի անգամ, որ ասում մեզ ցույց տանք մեր էությունը, մեր իրական էությունը մասին եմ խոսում, եկեք մեկ ցույց տանք, ու դրանով էլ նորից եմ ասում, ամեն անգամ սես մի հատ պարագայում, ամեն մի նիգադիա իր բերանը բացելով, խոսելով մյուսների նկատմամբ, նա 1000 անգամ մտածելու է, 1000 անգամ նորից եմ ասում, բայց մի անգամ պիտի ցույց տանք, չէ՞ մեկ ժողովուրդ։ Սիրելի արցախայություն, սիրելի արցախայության են մեծամասնության են շրջապատում են ապրող գտնվող մեր երիտասարդությունն է, մեր տղամարդիկ են, տղերք, եկել է ժամանակը, դա այն ժամանակը չէ, որ ասենք հետո, թողենք էլի հետոյի, հիմի է, դուրս են գալիս մեր արժանապատվության, մեր ինքնասիրության, մեր որ ասում ամեն ինչ այդ սրբության սկզբունքներին տեր կաղնելու։ Դա գոնե բարձրաձայն են, գոնե դուրս գանք բողոքենք, գոնե մատ թափ տանք, գոնե դնենք պահանջենք, դիմումով պահանջենք, ես նորից եմ ասում, լինելու եմ հետևողական։ Այս հարցի մեջ, այդ սրիկային միջև ես չտենամ պատժված, բացի դրա պատժել, այդ լրագրողներն է, այդ նմանատիպ մարդիկ են, ովքեր տենց ձևակերպումներ են բանանում ու հանրության մեջ սերմացնում, նրանք էլ պիտի պատժվեն։ Ինչ եք անում, արա։ Այսօր մեկը մեկիս դեմ եք հանել, այսօր մեկը մեկիս արդեն իրար բարեկամ, հարազատ, իրար հետ արդեն իրար դեմ եք հանել։ Ներկայ իշխանությանն էլ ասում եմ, սա ձեր ձեռագիրն է, սա ձեր մեղքն է, սա ձեր ասում այսօրվա իրավիճակում ղեկավար պատասխանատու լինելու այդ պարագայում ձեր բացթողումներն է։ Վաղվա օրը, որ նորից էլի ինչ-որ պատասխանատվության ձեզ ենթարկեն անձամբ, ուրեմն արժանի եք դրան, ուրեմն դրան էլ կրկնապատկվելու է ձեր բոլոր բացթողումները, ձեր բոլոր դավաճանություններ, սրիկայություններ սեփական ժողովրդի, սեփական ազգի նկատմամբ։ Բայց մենք ժողովուրդ, մենք անտեր ենք, եկեք մենք տեր կաղնենք, մենք մեզ սկզբից տեր կաղնենք, որ մեզ մեր տեր կաղնենք, բոլորն էլ մեր հարգելու են։ Բոլորը մեզ ամեն ձևի որ ասում ընդհանուր ժողովուրդ բառօգտագործելով, արցախայություն բառօգտագործելով կմտածեն ինչ ձևակերպումով անեն, որ այդ մարդկանց կողմից իրենց նկատմամբ հարգանք ու սեր բանանեն, ոչ թե ատելություն կամ էլ էս մեկը մյուսը։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, այս սա այն պարագանը, այս սա այն պահն է, որ ամեն անգամ խոսում են տարբեր է հայրավոր, սես երեկվա ուղերձից հետո հայրավոր, հազարավոր մարդիկ են արձագանքել, գրել, այս մեկը մյուսը, չէ՞։ Եկեք տեր կաղնենք, գրել ինչ գրենք, բոլորիդ հետ կիսվում են, բոլորդ էլ ճիշտ եք, բայց տեր կաղնենք, ի գործ, դուրս գանք մի հատ մեր հեները նշաստանք, լի, մեր հեները նշաստանք, այն իսկական, որ ասում հայ տեսակի բանը, որ ասում հեները ցույց տանք, էլի, չի կարելի։ Ես գնալու եմ, նորից եմ ասում, իմ իրավունքների, իմ արժանապատվության, իմ սրբությունների հետևից։ Բոլորին էլ դիմում եմ, բոլորին, անխտիր, չասելով նորից եմ ասում, տարբերելով ով ինչ պատկանելություն, որտեղ ինչա, սա մեր թասիբի նամուսի հարցն է։ Չի կարելի, ես ինչա դարել, եկել է մի հատ չոլի շուն, որ ասում եմ մեր մայրերի, մեր քույրերի, մեր կանած վիրավորի, ու մենք դա թողենք անցնի գնա, ու մենք դա թողենք անպատիժ, ու մենք դա թողենք նորից էլի որ ասում բանանենք, հանդուրժենք կամ ընդունենք, ասենք լավ, հետո գցելով անցնենք գնա, չէ, ու չէ նորից։ Ես անձամբ այս հայտարարությունով ամենայն պատասխանատվությունով իրավաբանների հետ խոսելով, քննարկելով
Մենք մեր աշխատանքներն ենք իրականացնում, մենք մեր բողոքի ակցիան ենք անում ու ես ասում եմ, այդ դատախազության առաջ էլ մենք ցույց ենք տալու ով ենք մենք ու ինչի համար ենք մենք դա պարտադրում, որ դա այդ բանը, այդ պատիժը մենք տեսնենք։ Ուրեմն 14-ին ապրիլի ժամը 12-ին դատախազության առաջ բոլորիդ հրավիրում եմ։ Շնորհակալ